Շնորհակալ եմ, հարգելի տիկին նախարար, պարոն մարզպետ, համայնքի հարգելի ղեկավար, տիկին Գասպարյան, տիկին տնօրեն, հարգելի ներկաներ, նախ ուրախ եմ եւ ողջունում եմ եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Ճիշտն ասած, էլեկտրոնային փոստով այդ նամակը որ ստացա, շատ զարմացա, որովհետեւ նամակն այն մասին էր, որ գրադարանում առաջարկվում է քննարկել իմ գիրքը երկրի հակառակ կողմը եւ իհարկե դա չէր ամենահետաքրքիր եւ գրավիչը, այլ այն, որ առաջարկվում էր գիրքը քննարկել մարդկանց շրջանում, ովքեր կարդացել են այն, եւ ճիշտն ասած, այդ առաջարկը շատ գայթակղիչ էր։ Ընդհանրապես կարծում եմ վերջին շրջանում էլ թերևս կապված էր նաեւ ուղիղ կամ անուղղակի Աննայի նախաձեռնության հետ գիրք կարդալը այդպես քաջալերելու։ Ես ընդհանրապես գիտեք, այտենց բան կա, անկալում կա, որ գիրք կարդալը սոցիալական ցանցերի, ինտերնետի դարում ինքը անկում կապրի, բայց գիտեք, կարծում եմ, որ ընդհակառակը, ես կարծում եմ, որ մենք բոլորս որոշակի կախվածության աստիճան ենք զգում սոցիալական ցանցերից եւ մի X պահի գալիս է զարգանում է ցանկությունը այդ կախվածություն, կապվածություն հաղթահարել դա, որովհետեւ մենք զգում ենք, որ մեր իրական կյանքից շատ ներթափանցում ենք կամ մեզ ներքաշում է վիրտուալ կյանքը եւ գիրք ընթերցելը, գիրքը գրքի հետ առնչվելը թերևս այն ձևերից մեկն է, որը մեզ օգնում է, գիտեք ինչ, մի հատ sense բան էլ կա, խնդիր էլ կա եւ իմիջիալոց իմ կարծիքով նաեւ կապված հերոստատեսության բովանդակության որակի հետ, այդ զգացողությունները հատկապես ոչ աշխատանքային օրերում մեկ-մեկ լնում է, որ օրը անցնում է, մեկ էլ զգում ես, որ ինչ-որ հերոստատուսի ալիք է իր փոխում ամբողջ օրը, սոցիալական ցանցերին տենց բան անում, ես ասում եմ թզբեխ է, դա նոր թզբեխն է, էլի, եւ վերջում ասում ես, այս ինչի վրա անցկացրի օրս, ինչ-որ դատարկության զգացողություն է երբեմն լինում, եւ գիրք կարդալը այն ձևերից մեկն է, որ այդ դատարկության զգացողությունը կարող է լցնի։ Նախ ես ուզում եմ հավատալ, որ իսկապես այստեղ ներկաները կարդացել են գիրքը եւ հետեւաբար ես այստեղ եմ այս գիրքը քննարկելու եւ իր մասին խոսելու համար եւ ընդհանրապես ցանկացած գիրք եւ ցանկացած ստեղծագործություն կարծում եմ շատ կարեւոր է ամբողջական ընկալելու համար իր համատեքստը եւ իր պատմությունը եւ իր նախապատմությունը իմանալ։ Ես այս գիրքը իհարկե հրապարակվել է 2018 թվականի հեղափոխությունից հետո, բայց բովանդակությունը հրապարակվել է 2008 թվականին հայկական ժամանակ թերթում եւ ես երկրի հակառակ կողմը սկզբից մինչեւ վերջ գրել եմ ընդհատակում, երբ որ ես 2008 թվականի իրադարձությունից հետո գտնվել եմ հետախուզման մեջ եւ գրել եմ Սիմիդյանների տանը, որտեղ ես պատասպարված եմ եղել 2008 թվականի մարտի վերջերից մինչև 2009 թվականի փետրվարը, ընդ որում այն ինչ որ այստեղ գրված է դա ամբողջական ըմբռնելու եւ պատճառահետևանքային կապերը հասկանալու համար այս պատմությունը շատ կարեւոր է։ Շատ կարեւոր է նաեւ թե ինչու եւ ինչպես է հայտնվել այնտեղ եւ ինչու որոշեցի, որ այն ինչ որ այստեղ գրված է պետքա գրվի։ 2008 թվականի մարտի 1 իրադարձությունների մասին բոլորդ գիտեք, ես հրապարակում էի եւ այնպես ստացվեց, որ վերջում արդեն մի խմբով փոքր 7-8 հոգանոց խմբով, միջալոց հիմա չեմ էլ հիշում կոնկրետ ովքեր էին այդ խմբում։ Եվ արդեն պարզ էր, որ մենք պետքա հրապարակից հեռանանք, բայց մենք գիտենք նաև, որ հրապարակը ամբողջը իրավապահ մարմինների Միասնիկյանի արձանի մոտից էր։ Ամբողջությամբ շրջափակված է ուժերով եւ բնականաբար ուզում ենք այնպես դուրս գայինք, որ չձերբակալվենք, որովհետեւ այդ ժամանակ արդեն բնականաբար գիտենք, որ տենց խնդիր կա եւ այդ խմբով մենք դուրս եկանք այդտեղից։ Ես հետո ես ընդհանրապես երբ որ ուզում եի հասկանալ, լավ ո՞նց եղավ, որ ես կարեցա մենք կարողացանք դուրս գալ եւ ես մասնավորապես, որտեւ ես ինչքան հասկանում եմ, չեմ էլ ճշտ է հետագայում ճիշտն ասած մասնավորապես այդ մեր խմբից մենակ ես եմ կամ ենթադրում եմ մենակ ես եմ, որ այդտեղ այդ տարածքում չեմ ձերբակալվել։ Ես հետո հասկացա, որ
երկու հանգամանք կա, որ շատ էական ազդեցություն է ունեցել։ Առաջինը, երբ որ 90-ականների սկզբին ես որպես լրագրող աշխատում էի, մասնավորապես լրագիր թերթում, դպրություն թերթում, Հայաստան թերթի թղթակցում էի, հետո մոլորակ թերթում, խմբագրությունները տարբեր տեղեր էին, Անի հյուրանոցում էր, Մամուլի տանը, Դոսաֆի շենքում, Արշակունյաց պողոտայի վրա, հետո ուրիշ տեղեր էլ կար։ Այն ժամանակ ես խոսում եմ 93-ից 97 թվականների մասին, Երևանում այն ժամանակ էլ տրանսպորտի խնդիր կար եւ բացի տրանսպորտից էլ նաեւ նեն չէր որ շատ ռեգուլյար էին աշխատավարձ վճարում եւ ես իմ լրագրողական գործունեության ընթացքում ես շատ բան էի անում, զբաղեցնում եմ ոտով էի քայլում, այսինքն ոտքով քայլելը շատ բան էր, շատ ընդունված էր, ոնց միան ինձ համար։ Այսինքն ես նախընտրում էի կամ ոչ միայն նախընտրում էի, տենց ավելի հարմար էր, որովհետեւ եթե տրանսպորտով փորձեի այդ ամենը, օրվա կեսը կգնար եւ ես իմ աշխատանքը արած չէի լինի, եւ այդ շատ քայլելը անընդհատ կենտրոնով եւ կենտրոնում եւ կենտրոնի միջով Բնականաբար քայլում ես ուզում ես հնարավորինս կարճ ճանապարհները գտնես, իսկ կարճ ճանապարհը միշտ չի որ այն հայտնի ճանապարհներն է։ Սովորաբար անհայտ կածանները շենքերի արանքով եւ այլն այդ ավելի արդյունավետ է եւ առաջինը այդ լրագրողական իմ գործունեության ընթացքում եւ երկրորդն էլ արդեն քաղաքական գործունեության ընթացքում երթեր անել, կազմակերպել եւ երթով Երևանի կենտրոնում քայլել շատ օգնեց, որպեսզի ես մոտավոր պատկերացում կազմեմ, թե այն պայմաններում, երբ որ շրջափակված է տարածքը, որտեղից կարելի է մտնել, ոնց կարելի է դուրս գալ, ուր կարելի է գնալ եւ այլն, եւ արդյունքում ընդհանրապես, բայց մեկը դրանից զատել, ես հայտնվեցի մի տարածքում, ընդհանրապես այդ շատ հետաքրքիր պատմություն է, թե ոնց, որովհետեւ այնուամենայնիվ մեր խմբին ֆիքսեցին իրավապահ մարմինները եւ մեր հետևից եկան Բայց շատ հետաքրքիր էր հիմա այդ տարածքում ամբողջը քանդածա շինարարություն է գնում, բայց ես այդ տունը հետո նկարել եմ, ես վերջերս արխիվում տեսա այդ տունը, որի ճարտարապետությունը բաներ, այնպիսիներ, իհարկե զուտ ինտուիտիվ, գիտեք որտե Ֆիրդուսի թաղամասն է, որտեղ հիմա այդ տունը չկա, ես վերջերս ստուգել եմ, չկա այդ տունը, որովհետև շենք է կառուցվում այդ տեղում։ Ինքը ասենց մի հատ փողոց, հետո նրբանցքից դեպի բակ տանող տարած, որտեղ փոքր բակ կա, որտեղ աստիճան կա, հետո մի հատ էլ սենց աստիճան կա, հետո մի հատ էլ սենց աստիճան կա, ու այդ աստիճանը գնում է եւ հանգում այդ տան մուտքի դռանը։ Մուտքի դռանն է հանգում, բայց այս դռնից աջ կա տանիքը արդեն երևում է։ Այսինքն կա, չէ՞, տենց կիսաձեղնահարկային պատկերացիք աստիճաններով երկրորդ հարկ կա, բայց առաջի հարկի տանիքը կողքից երևում է։ Եվ ես բնականաբար չէի բաց այդ դուռը, եւ այդ տանիքով բարձացա եւ եկա հասա փողոցի կողմը, այն փողոցի կողմը, որտեղ հենց ներքևը արդեն ես այս տանիքում եմ, տանիքն էլ ցածր Ֆիրդուսի շենքերի տանիքից է պատկերացեք։ Ինքը առավելագույնը 2.5 մետր ներքև է, եւ այս ներքևում այն ոստիկաններն են, որոնք ինձ փնտրում են։ Այսինքն իրանք ինձնից կամ չգիտեմ ոստիկանությունը ասած չգիտեմ ովքեր են մարդիկ են իրանք ինձնից գործնականում 3 մետր հեռավորության վրա են իհարկե ես եկա եւ այդ տանիքում նաեւ sense անկյուն կար այդ անկյունում տեղավորվեցի իրանք մի քիչ ավելի ուշ հասան որովհետեւ ձայներս ոտքերի ձայնը կլսեին եւ ես այդտեղ լուր նստեցի եւ բնականաբար իրանք փնտրեցին եւ չգտան Եվ թողեցին հեռացան, բայց մի հատ շուն կա, որ ինձ շատ օգնել այդ ժամանակ։ Ես տենց է շատ ուզում էի շանը տեսնեմ հետո ինչ որ ձևով, բայց չստացվեց։ Որտեվ օպերա աշխատողներն են, դե օպերա աշխատողներ են։ Իրանք երբ որ ինձ չգտան, բայց իրանք հաստատ գիտեն, որ ես այդ տարածքում եմ։ Իրանք հաստատ գիտեն, որ ես այդ տարածքում պատահաբար եմ հայտնվել։ Իրանք հաստատ գիտեն, որ ես թաքնված եմ իրանցից։ Իրանք գիտեն, որ երբ որ ես մտածեմ, որ իրանք տարածքում չեն, ես դուրս կգամ, եւ երբ որ դուրս կգամ, իրանք ինձ արդեն կհայտնաբերեն եւ կձերբակալեն։ Եվ այդ շունը ինչ կապ ունի այս պատմության հետ։ Որովհետեւ ինչ որ մի ժամանակ լռություն էր, եւ երբ որ այդ մեր հարգելի օպերա աշխատողներից ինչ որ մեկը ինչ որտեղ շարժվում էր, շունը հաչում էր։ Ես այդ շան ձայնն եմ շատ հիշում, ենթադրում եմ, որ այդ ձայնից համենայն դեպս տենց ես պատկերացնում եմ, որ տենց
լավ տենց խոշոր գամփր շուներ, որտեղ շատ թավ ձայն ուներ, ես իրեն չեմ տեսել։ Եվ այդ հետաքրքիր է, սենց սպասում էի, լռությունա, կատարյալ լռությունա, որ and սովորական պայմաններում ուղղակի պետքա դուրս գայի, ասում եք, չէ, էլի պետքա սպասել, եւ ինչ որ մի ժամանակ հետո շունը հաչում էր, հասկանում էի, որ դեր տարածքում մարդ կա։ Եվ երբ որ եկավ այն պահը, երբ որ շունը սկսեց արդեն ֆունդամենտալ չհաչալ, ես հասկացա, որ մեր հարգելի օպերա աշխատողներն էլ հոգնել են կամ մտածել են, ես ստեղից դուրս եմ եկել եւ գնացել եմ։ Եվ հաջորդ հարցը, ինչ անեմ ես, ինչ անեմ, եւ ուզում եմ հասկանալ այդ կետից ես ուր կարամ գնամ, որպեսզի տեղաշարժս մեծ չլինի։ Եվ այդ տունը, այդ տանիքը շուրջս նայելով ես տեսա, որ ֆիքսեցի, գուցե միջև էլ էի ֆիքսել, որ մոտակա շենքում տեսա Աշոտ Բլեյանի բնակարանն, տունն է, այդտեղ որտեղ ես եղել եմ բազմիցս, եւ մտածեցի, իհարկե որոշում եմ ինչ անեմ, գնամ տարբեր, բայց հասկացա, որ եթե տարածքից դուրս գամ, հնարավոր չի կհետնաբերվեմ։ Գնացի դուրը ծեծեցի, շատ, հա, այնտեղ ուրիշ բան էլ կար, այն ժամանակ այդ միանգամից այդ բաները կար, չէ, ինքնաշխատ լույսերը, որ սկսել էին դնել, ես այդ ժամանակ տեն շատ բան էլ չէի, շատ չգիտեի էլ, որ տենց լույսեր կա, դա 2008 թիվը առավոտից իրիկու խմբագրությունում նստած կյանքի նորություններին, տեն շատ մարդկանց նորություններ ենք հայտնում, բայց կյանքի ոչ բոլոր նորություններին, եւ ես երբ որ մտա դուրը բացեցի մտա այդ շքամուտք, լույսը վառվեց, ու ես հիշում եմ այն բանը, իմ այն միտքը, այսինքն ես հասկանում եմ, որ ես մտա լույսը վառեցին, հիմա հիշում եմ այն միտքը, ասում եմ, ես ինչ ինտելեկտ է աշխատել էլի սրա վրա, որ այսքան հաշվարկել է, որ պետք է ինձ ստեղ սպասել։ Եվ երբ որ մտել եմ այդ լույսը վառվել է, ես հիմա սպասում եմ, որ իրադարձություն պետք է լինի ու ոչ մի բան տեղի չի ունենում։ Ես չեմ հասկանում ինչա կատարվում, մեկ էլ լույսը անջատվում է։ Հասկանում եք, ես ասում եմ, բան եմ էլի, այդ մտքում այդ բան զգացողությունից գիտեք որն է, որ այն օպերա աշխատողը, որ այս ամեն ինչը պլանավորել է, ես ուզում եմ իրան գրկեմ։ Որովհետև ինքը հանճար է, որովհետև հնարավոր չի, որ ես հաշվարկվեր, որովհետև ես գիտեմ, չէ, այդ ոնց է եղել։ Սա հնարավոր չէր հաշվարկել, բայց եթե այդ մարդը հաշվարկել է սա, ես ուզում եմ իրան գրկեմ, ասեմ դու հանճար ես կարճ ասած, դու ստեղ պետք է չաշխատես, քեզ հիմա պետք է գեներալի կոչում տանես, անեն, ու լույսը անջատվում է։ Ես սառած կանգնած եմ, շարժվում եմ, լույսը վառվում է։ Հասկանում եմ, որ սխալ ուղղությամբ եմ։ Վերջը բարձանում եմ, դուրը ծեծում եմ, ինձ ներս են հրավիրում, հյուրընկալում են, տեղ են տալիս, կերակրում են, Աշոտ Բլեյանը եւ Արմինե Օհանյանն էին այդ տանը ապրում այդ ժամանակ, իրանց ընտանիքով, եւ անընդհատ այդ զգացողությունը, որ ինձ հետապնդում են, ես էսա, ու բայց այդտեղ արդեն ես հասկանում եմ, որ հիմի հաջորդ օրը շատ հավանական է, որ տրամաբանորեն կարան վերլուծեն եւ տարածքում տեսնեն կապերը, որովհետեւ մեր կապը եւ մտերմությունը հայտնի էր, եւ այդ ժամանակ որոշում ենք կայացնում, որ տեղափոխվենք այլ տեղ, եւ տեղափոխվում ենք շամպայն գինիների գործարանի մոտ, Արմինե Օհանյանի մայրիկի պատկանող տանը, Վալենտինա Շահվերդյանը, որ հայկական ժամանակի հաշվապահն էր, եւ այդ ընթացքում նաեւ ինձ թվում է թե ապահով արդեն մի քիչ նման է կոնսպիրացիային տեղը, եւ խնդրում եմ, որ բջջային հեռախոս բերեն, որպեսզի եւ հետո խնդրում եմ, որ ընտանիքի անդամներից մեկը երկրորդ բջջային հեռախոսը տանի իմ մորաքրոջ տան տեղը բացատրում եմ, ասում եմ կտանեք ու դուրը կծեծեք կտակ իրանց ու այսինքն կապ հաստատելու խնդիր կա։ Եվ դեռ այդ կապը մի անգամ զանգ ա լինում եւ ես քնում եմ այդտեղ, առավոտյան վեր եմ կենում, տենում եմ այդ հեռախոսին զանգ ա եկել լրիվ ուրիշ քաղաքային համարից։ Եվ էլի այդ զգացողությունը, որ հետապնդում են, այդտեղից տեղափոխվում ենք, այդտեղից տեղափոխվում ենք 15-րդ թաղամասում գտնվող մի տուն, որը պատկանում է իմ բարեկամ Նորարիր Այվազյանի եւ Գոհար Սանոյանի
իրանց բարեկամներին կամ Գոհար Սանոյանի ծնողներին պատկանող, որտեղ մարդ չի ապրում, ընդհանրապես մարդ չի ապրում, այդ տունն էլ ուրիշ խնդրեմ ունի։ Ես տենց բան չէի տեսել։ Ուրեմն 4 կողմից հարևանները ինչ խոսում են, ինչ մարդ չի ապրում։ Լսվում է, ես շշմել եմ, տենց բան չէի տեսել։ Հա, բաները այն 15 բանի 15-րդ թաղամասի շենքերը։ Ես տենց բան ու ես հասկանում եմ, որ եթե հիմա ես մի հատ ավել շարժում անեմ, որտեվ ասում են գիտեն որ ստե մարդ չի ապրում եւ այլն, ես միանգամից բան կլնեմ, իհարկե իրանք ժամանակ առ ժամանակ այդտեղ մի օր թե 2 օր բան մնացի, էլ է զգացողությունը, որ ապահով չի կբացահայտվեմ եւ այլն, էլի իրանք եկան ասի, որ եկեք մի բան մտածենք, տեղափոխվենք, որտեվ ես չեմ կարող այստեղ ընդհանրապես շարժվեմ, որտեվ շարժը ես իրանք լսում եմ, իրանք հեռուստացով լուրեր են միացրած լսում են, ես լուրերը ամբողջությամբ լսում եմ։ Այսինքն վիճակա, այնտեղից տեղափոխվեցինք ուրիշ տեղ, կարծեմ Վարդան Ջալոյանը մի Վարչով տուն ուներ, արվեստաբան, այնտեղ տեղափոխվեցինք։ Այս պատմությունը ընդհանրապես հետաքրքիր է, դե կոնսպիրատիվ իրավիճակ է, քնած առավոտյան արթնանում եմ, զգում եմ, որ կողքը մոտակայքում մի հատ ուրիշ մարդ կա քնած։ Խոճապի եմ մատնում, դե Վարդանն ասում եմ, ես ինչ է, մի սենյականից բնական էր, ճիշտ է։ Ասում եմ միան հանգստացի, եղբայրս է եւ այլն, բայց ասում եմ սա բան, պետք է ոչ մեկ չի իմանար։ Այդտեղից տեղափոխվում ենք Սադիկյանց Ռուդիկյանց տուն եւ այդտեղ պայմանավորվում ենք, այդտեղ մի հատ էլ է դրվագ լինում, որ իր տղան պետք է ինձ գար դիմավորեր ինչ որ մի բակում, ես իրան պետք է հարց տայի, չգիտեմ ծխախոտի մասին, թե հա տենց ինչ որ մի բան, բայց լրիվ իբր պայմանավորվել ենք, որ պարոլ, հետո պատասխան բան, բայց ես ուրիշ բան հարցրի, ինքը ուրիշ բան պատասխանեց եւ ուրիշ բան ստացվեց եւ մի դրվագ կա, որ ես գրքում նկարագրել եմ եւ կարծեմ այդ նույն երեկո տանտերը Ռուդիկը պատուհանից նայում է եւ տեսնում է, որ 2 մեքենա ակնհայտ օպերատիվ մեքենա եկավ կանգնեց եւ 7-8 հոգի մտան շքամուտք։ Այդ դրվագը ստեղ նկարագրված է եւ Ռուդիկ գալիս է ասում է սենց վիճակա, դե ասում եմ դե վիճակա, հիմա ինչ անենք, բան չէ եւ այլն։ Վերջի ինձ որոշում են թաքցնեն գրածա, բայց չասել որտեղ են թաքցնում, ով կարդացել է գիտի, դե չէ դրվագ որ ասեմ մի ընդդիմությունը բան է սարքելու, թող գնան կարդան տենց սարքեն, առանց կարդալու համաձայն չեմ։ Վերջի ինչ է պարզվում է, որ այդ նույն շքամուտքում ուրիշ հարկում մի հատ ներքև կամ մի հատ վերև ապրում է մի ուրիշ մարդ, որ հետախուզում է մեջ է Մարտի 1-ի գործով եւ անունը նույնիսկ հիշում եմ, գիտեմ, Վարդան Դավալ Բաբունց։ Եվ եկել են իրան ձերբակալելու, ես չգիտեմ իհարկե չեմ հիշում իրան այդ օրը ձերբակալեցին թե չէ։ Եվ բնականաբար այստեղ, հա, բայց այդտեղ մի հատ ուրիշ պատմություն կա, այս իմ ամենաբան պատմությունն է։ Ամենա այտենց մղձավանջային պատմությունը։ Եվ այնուամենայնիվ որոշում ենք Ռուդիկը ասում է դե սենց վիճակա երևի ստեղից տեղափոխվենք, մտածում ենք ինչ անենք, որովհետև բայց այդ ժամանակ հələ չենք հասկանում ինչա կատարվում։ Այդ ավելի ուշ ենք իմանում, որ Վարդանի հետևից են եկել, Վարդանես տունն է այդտեղ եւ այլն։ Ռուդիկը ասում է ես գարաժ ունեմ։ Արի իջնենք գարաժ, այնտեղ կա ինչ որ հարմարություններ։ Եվ չեմ հիշում, որ պահի իջնում ենք այնտեղ, որ այսինքն քանի անգամ գնում գալիս են տեսնում են ոչ մի մարդ չկա եւ այլն։ Այդ մի բան էր խայտարակ գիշեր էր ինձ համար, որովհետեւ գիտենք հաջորդ օրը պետք է ահավոր բետոնի գարաժ էր ու ահավոր ցուրտ, խայտարակ ցուրտ։ Ես մտածում եմ, որ չեմ լուսացնի այդ օրը, բայց լուսացրի եւ այդտեղից ինձ պարոն Կարոս Սիմիդյանը եկավ, ինձ հանձնեցին իրան եւ ինքը տեղափոխեց իրենց տուն Արեշում, որտեղ հիմա պարոն Սիմիդյանենք ապրում են, այսինքն նույն տունն է
եւ շատ տարօրինակ բան եղավ, դե հասկանում եք, ես տենց ակնկալում եմ, որ լրիվ կոնսպիրացիայի կանոններ գործեն, այսինքն ես ուրիշ կերպ եմ հագնված, գլխարկ եմ դրած, տենց ակնոց եւ այլն, մենք նստում ենք տաքսի, ես հետևն եմ նստում, ընդ որում ես նստում եմ վարորդի հետևը, որ հայլու մեջ ես չերևամ, որովհետեւ ես մի կողք երևում եմ, Կարոն նստում է, բարևում է տաքսու վարորդին, ասում է Սիմիդյան Կարո, անուն ազգանունը, ընդ որում պայմանավորվել ենք, ասում եմ ձեր տնից ահագին հեռու կկանգնեցնես, որ քայլենք, ասինքն չգնանք տանդեմ, որ հետո հարցը լինի, ասի ես այս տանն եմ կանգնացրել, պայմանավորվել ենք, բան, Կարոն նստում է վարորդի տաքսի ու ասում է բարև ախպեր, ես Սիմիդյան Կարոն եմ։ Ստեղ ես գույնս գցում եմ։ Վերջ։ Համարյա պետք է ասել, տեղ ոնց որ ռուչնոյը քաշեց կանգնեց, այդ տենց վիճակ է։ Ընդ որում այդ արդեն 10 քանի օրը այդ տաքսու միջով պետք է գային բանից հարավ-արևմտյան թաղամասից, որովհետև Ջալոյանի տունն էլ, Ռուդիկենս տունն էլ հարավ-արևմտյան թաղամասում էր, պետք է գային կարեժ եւ մեր տան տակով անցանք հայրեն իմ այդ նոստալգիան, որ հիմա ես անցնում եմ ու լույսը վառ էր ու չեմ կարա մեր տուն գնամ, այդ շատ ծանր զգացողություն էր, վերջը եկանք իհարկե մի քիչ հեռու կանգնեցրինք տաքսին, բայց արդեն իմաստ չուներ էլ հեռու կանգնացնել թե մոտիկ եւ դարպասի մոտ Հակոբին ինչ որ ձևով լուր էր տվել, էլի բայց ոչ կոնկրետ Հակոբը հանգստացած դուրս էր եկել եւ դարպասի մոտ սպասում էր։ Այդ ժամանակ ընդհատակյա կյանքը կանոնավորվեց, որովհետեւ արդեն հնարավորություն ունեի մամուլ եւ այլն ունենալ եւ էլի այդ զգացողությունը կար, որ մեկը շատ հավանական է, որ ինձ կհայտնաբերեն, բայց ես չէի ուզում հայտնաբերվեմ ինչի համար, որովհետև ես մտածում եի, որ քաղաքական պրոցեսներ են, ես պետքա տեղում լինեմ, ընդ որում ես Երևանում էի մնալ, եթե ուշադրություն դարձենք, ինչի Երևանում մնում, որ հնարավոր հարավակի վայրին հնարավորինս մոտիկ լինեմ, որ երբ որ անհրաժեշտ լինի, որ ես հասնեմ ազատության հրապարակ, ես հասնեմ ազատության հրապարակ, որովհետև մարզից ճանապարհը երկար է եւ Երևանում ավելի հեշտ է։ Եվ X պահից տենց գաղափար առաջացա, բա ինչ անենք լավ, որ սենց նստենք ուղակի տենց կոնսերվատիվ հասած կհայտնաբերեն։ Եվ այդտեղ գաղափար առաջացավ, կարծեմ Հակոբը մի օր եկավ ասեց, որ դե ինքը գնում էր հրապարակում պտտվում էր, ասեց տենց լուրեր կան, որ չգիտեմ Դուբայում եք, թե Ֆրանսիայի դեսպանատանն եք, թե Ամերիկայի դեսպանատանն եք եւ այլն։ Այդտեղ ինձ ոնց որ գաղափար առաջացավ, էլի, ասեցի, որպեսզի բան չլինի, պետքա շեղել։ Եվ այդտեղից առաջացավ գաղափար, որ հոդված գրեմ, բայց ասում եմ ինչ հոդված գրեմ, չեմ գրի հոդված, որ ես բանում եմ, Դուբայում եմ, նախ դա սուտ է։ Երկրորդն էլ չեմ կարա բան գրեմ, որը սուտ է։ Երկրորդն էլ, հա, օքեյ, ինչ, պետքա ինչ որ բան նկարագրել։ Եվ չեմ հիշում ոնց առաջ եկավ այդ գաղափարը, ես հանկարծ արձանագրեցի, որ ես ժամանակ ունեմ գրել այն ինչ որ պետք է, նկատի ունեմ, որ ես այդ պահին 2008 արդեն 10 քանի տարի թերթում եմ աշխատում եւ թերթում պետք է ինչ որ կոնկրետ ժամկետում, ինչ որ կոնկրետ չափի, ինչ որ կոնկրետ բանի մասին հետ չմնալ ուրիշներին, այդ լրատվական մրցակցության մեջ լինել, փորձել այդ լրատվական մրցակցության մեջ ինչ որ հետաքրքիր բան գտնել եւ ես զգացի հետեւյալը, որ ես հիմա ուղղակի նստած եմ եւ կարամ գրեմ ուղղակի չնայած հոդվածներ էլ էի գրում այդ ժամանակ ամենօրյա։ Կարամ գրեմ ուղղակի այն ինչ որ սորական պայմաններում չէի կարողանա գրեմ եւ այդտեղ ծագեց վեբ գրելու գաղափարը, բայց ոնց գրեմ վեբ։ Եվ ինչպես կապեմ էսի իրավիճակի մեջ, խնդիրը հետեւյալն է, խնդիր 1 գրել շեղել իրավապահ մարմինների ուշադրությունը։ Մինչ այլոց հետո պարզվեց, որ դա էֆեկտ տվել է, որովհետև երբ որ ես արդեն ընդհատակից դուրս եի եկել 2010 թվականին
ես падգամավորի տեխնացու առաջադրվեցին, չգրանցեցին այն պատճառաբանությամբ, որ իս վերջին 5 տարում չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ երբ որ մենք դատի տվեցինք, ներքին գործերի նախարարությունը մի հատ տեղեկանք տվեց, որ իրանց օպերատիվ տվյալներով ես ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս եմ եկել եւ հետո վերադարձել եմ։ Ինչ որ նկարագրված է այստեղ։ Այսինքն դա իր էֆեկտը տվեց։ Երկրորդը, որ գրել մի հատ sense նրբություն էլ կա, որի մասին ուզում եմ կիսեմ ձեզ հետ։ Այդ ժամանակ իրավիճակը դուք պետքա լարվածությունը պատկերացնեք, ես վստահ չէի, ես կարողանամ կյանքի վերադառնալ, թե չէ։ Այսինքն ես չգիտեի ինչ լինելու ինձ հետ այդ կետից, որովհետև շատ լարված էր իրավիճակը, շատ մեծ նեգատիվ կար, եւ այս վեպի գաղափարի մեջ կար մի հատ sense նրբություն։ Ես ոնց որ մտածում եի, որ կարող է այնց լինի, որ ես կյանքի չվերադառնամ, եւ մղում կար ինչ որ մի, այսպես ասած, բան ամփոփված հետք իմ հետևից թողել, ինչ որ առումով գուցե պատմել իմ մասին, իմ տեսածի, իմ ընկալածի, իմ զգացածի մասին, էս էլ եկավ միացավ։ Բայց ընդհանուր առմամբ քաղաքական կոնտեքստն էլ շատ էլի հետաքրքիր ստացվեց, որովհետև այս վեպի ամբողջ սյուժեն ինչ է իմաստը։ Ամբողջ իմաստն է նա, որ ես Միասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ, բայց գնում եմ ըստ էության շուրջ երկրա ճանապարհորդություն կատարելով, այդտեղ մի ինձ համար սիրած կտոր կա, որ ասում է հիմա ես ըստ էության պտտվում եմ աշխարհի շուրջ, բայց Միասնիկյանի արձանից գնում եմ Ազատության հրապարակ։ Այո, կա նաև ավելի կարճ ճանապարհ, բայց ով է ասել, որ կարճ ճանապարհ, ով կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ով կարող է պնդել։ Այստեղ էս էլ այդ սյուժեն է, բայց այստեղ նրբությունն է նա, որ հակառակ կողմից, այսինքն, որովհետև եթե դու այս կետից ես շարժվում եւ շուրջ երկրա ճանապարհորդություն ես կատարում վերադառնալու այս նույն կետ, բնականաբար հակառակ կողմից պետք է վերադառնաս, որովհետև բայց վերնագիրն էլ իր կոնտեքստը ունի ու կապված է իմ ու Աննայի հարաբերությունների հետ, որովհետև երբ որ մենք ծանոթացել ենք 95 թվականին, մենք Մոլորակ թերթի խմբագրությունում ենք ծանոթացել եւ այդ ժամանակ մենք Մոլորակ թերթի խմբագրությունում երբ որ ժամանակ էինք անցկացնում աշխատանքից դուրս այնտեղ անընդհատ լսում էինք Pink Floyd-ի Լուսնի հակառակ կողմը ալբոմը, ասենք The Dark Side of the Moon, բայց մենք թարգմանում էինք Լուսնի հակառակ կողմը, եւ այս վերնագիրն էլ եկավ այդ տրամաբանությամբ ոնց որ թարգմանվեց, որովհետեւ ինքը ըստ էության, ինքը մի բան այս գիրքը ուրիշ գրքերի թարգմանությունն է, շատ հիմա կասեմ նաև թե ինչ կա, եւ իդեպ դրան ինձ ներշնչել է մի գործ, որ ես նախկինում կարդացել եմ եւ շատ մեծ տպավորություն է թողել, եւ եթե ճիշտ եմ հիշում, Խորխե Լուիս Բորխեսը ունի մի պատմված, որը շատ մեծ տպավորություն է թողել ինձ վրա, հույս ունեմ վերնագիրը ճիշտ կհիշեմ, կոչվում է Պիեր Մենարը Դոն Կիխոտի հեղինակ։ Եվ ինչի մասին է այդ պատմվածքը, եթե անունը ճիշտ եմ հիշում Պիեր Մենարի, Պիեր Մենարը ինքը Դոն Կիխոտը շատ է սիրում, եւ այնքան տարված է, որ ինքը որոշում է, այսինքն ինքը ենթագիտակցական մղում ունի ինքը լինել Դոն Կիխոտի հեղինակ, բայց ինքը ուզում է, որ ինքը լինի Դոն Կիխոտի հեղինակը եւ ոչ թե Սերվանտեսը։ Եվ ինչ է անում։ Եվ բռնում է եւ գրում է Դոն Կիխոտը։ Այսինքն գրում է ըստ էության գրում է բառացիորեն նույն ինչ որ Սերվանտեսի Դոն Կիխոտը գրել է, եւ ինքը վերցնում է եւ բառացիորեն նույնը գրում է։ Ամբողջը Դոն Կիխոտի եւ այդ պատմվածքի ամբողջ իմաստն է նա, որ ինքը իրան զգում է Դոն Կիխոտի հեղինակ, բայց ինքը ոչ միայն զգում, այլ ինքը իրոք Դոն Կիխոտի հեղինակն է, որտեվ ինքն է գրել, ճիշտ է ինքը նույն բառերն է գրել, ամբողջությամբ նույնը, բայց ինքը այլ կերպ է գրել, այլ հոգեվիճակով է գրել, այլ տրամաբանությամբ է գրել, այլ ենթատեքստով է գրել եւ այլ գեղագիտությամբ է գրել, եւ հետեւաբար ինքը Դոն Կիխոտի հեղինակն է։ Եվ ես այդ պատմվածքի ազդեցության ներքո, երբ որ ես մտածում եմ, լավ, ես պիտի ճամփորդեմ, չէ՞, ճամփորդեմ
Ես պետք է նկարագրեմ, որովհետև չես կարա դու ճամփորդես, ասես դե սենց քայլում էի, հետո քայլեցի, հետո լողացա, հետո թռա, հետո եւ այլ։ Դու, այսինքն ճամփորդությունը տարբեր հարաբերություն։ Ես ոնց պիտի նկարագրեմ, որ դա լինի ճշմարտանման, որովհետև ես չեմ կարող այդ ամեն ինչը նկարագրել։ Եվ բարեբախտություն ինձ Սիմիդյանների տանը շատ լավ գրադարան կար, եւ ես այդ պահ հիշում եմ, երբ որ աչքս ընկավ բանի Նոդար Դումբաձեի բանին, հատորյակին, եւ ես այդ պահին հասկացա, որ եթե ես Հայաստանից դուրս գամ, որտեղով եմ դուրս գալու, Վրաստանով, հետեւաբար իմ ճամփորդությունը պետք է անցնի գրքերի միջով, որովհետեւ այդ գրքերի միջից ես կտեսնեմ եւ բնության նկարագրություն եւ կծանոթանամ մարդկանց հետ եւ նրանց հետ խոսալու, նրանց տեսնելու, նրանց հետ հարաբերվելու եւ շփվելու հնարավորություն կունենամ եւ այդ ամեն ինչին կավելացնեմ այն օրինակ նախկինում ունեցած պատմվածքների ինչ որ իդեաներ ունեմ, այսինքն ուրիշներից վերցրած տպավորությունները եւ իմ հարաբերությունը այդ իրավիճակների, սյուժեների, գրքերի եւ այլնի հետ, բայց մի րոպե, ես Հայաստանով Երևանից պետքա գնամ ճամփորդելու համար, չեմ կարա մի անգամ պետքա հայտնվեմ Վրաստանում հայտնվելու համար Հայաստանի ներսում էլ է ինձ ճանապարհ պետք եւ այնպես ստացվեց, որ գաղափարը ծագեց եւ այդ ժամանակ ես սկսել հենց հայտնվեցի այդտեղ, սկսեցի Թումանյանի հատորյակները կարդալ, այնպես բոլոր հատորները կար եւ այնպես ստացվեց, որ դա զուգատի պես, այսինքն գիտեք, ես չգիտեմ որ միտք եղավ սկզբից, որը հետո ինչ, ես հիմա ընդհանուր տենց խառնած եմ պատմում եւ Հովհաննես Թումանյանը դարձավ այս գրքի իմաստուն ծերուկը, ով որ ուղեկցում է ինձ այս ողջ ճանապարհին։ Ստեղ մի հատ նրբություն էլ կա, այնտեղ Մարկո հերոս կա, այդ Մարկոն սերբական էպոսի հերոսն է, որին Թումանյանը թարգմանել է։ Այդ ժամանակներում իմիջայլոց Սերբիան շատ հրատապ էր, ինչի, որովհետև 19-րդ դարի վերջին, 20-րդ դարասկզբին Սերբիան մեր հանրային քաղաքական մտածողության վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել, ինչի, որովհետև իրանք անկախություն ստացան եւ մեր իրականության մեջ բան կար, որ Սերբիայի նկատմամբ այդ սևեռվածություն, իսկ ինչու մենք Օսմանյան կայսրության մեջ, եթե սերբերը կարողացան, ինչու մենք եւ սերբական թեման մեծ բաներ եւ այս տրամաբանության մեջ է, որ Թումանյանը սերբական էպոսին անդրադարձել է, որովհետև խնդիր է եղել, ինչն է։ Եվ իհարկե Թումանյանը այս ընթացքում այդպես լորվա ձորերով եւ այլն, հետո Նոդար Դումբաձեի իհարկե շատ մեծ տպավորություն թողեց, էլի վերնագիրը Իլիկոն, այո։ Ես այդ գործը որ կարդացի, այդ բանի վիճակում շատ մեծ պոզիտիվ էներգիա տվեց, տենց իսկականից որ սենց լիցքավորում է, ընդհանրապես Նոդար Դումբաձեի ամբողջ հատորյակը, բայց այդ գործը առանձնահատուկ եւ այդտեղից այդ ճամփորդությունը գնաց։ Հետեւաբար գիրքը ամբողջը ճամփորդությունն է դրա մասին։ Այսինքն այն մարդիկում հետ ես խոսում եմ, իհարկե եթե դրանք իմ սեփական մտածած սյուժեները չեն, հիմնականում գրքերի հերոսներ են եւ իրավիճակները ինչ կա, կա չէ որ գիրք կա, մենք կարդում ենք հերոսները տարբեր իրավիճակներում են հայտնվում, տարբեր հարաբերություններ են ունենում, տարբեր պահվածքներ են ունենում, տարբեր մենթալիտետ եւ նախասիրություն են ունենում, բայց այնուամենայնիվ գիրքը կարդում ես, ավարտում ես եւ հարցեր ա մնում քեզ հերոսնին։ Ուզում ես հարցեր տաս կամ իրավիճակի հետ չես հաշտվում, ինչի է սենց, ինչի սենց եւ ոչնեց եւ ըստ էության ամբողջը կամ հիմնական մասը այս տրամաբանության մեջ է։ Իմիջիալոց ես այս գրելիս ես էտել կար, որովհետեւ ես հիմա այն ժամանակ մանավանդ տենց լարված էի, ասում էի, ես ենթադրում էի, որ կլինեն մարդիկ, որ կկռահեն, որովհետև օրինակ կարծում եմ Կաֆկայի դատավարությունը այնքան տենց շատ երևաց, մի քանի բաներ կան, գրքեր կան, որ իրանք այնքան վառ են,
եւ որ ես նույնիսկ իրանց չեմ կարողացել քողարկել կամ հնարավոր չի նա Կաֆկայի դատավարությունը այնքան ակնհայտ է որ ինքնա ես նույնիսկ զգացողություն ունեի ասում եի կարող է այս գրագողությունա կամ այդքան էլ ճիշտ չի եւ այլն բայց անդադ հիշում էի բանին Խորխե Լուիս Բորխեսին Պիեր Մենարին եւ այն որ ինքը Դոն Կիխոտի հեղինակն է եւ դա նաեւ որոշակի ստեղծագործական ազատություն տվեց բայց ես ուզում եմ նաեւ բանի վերնագրի մասին ասացի ես հետո մտածեցի որ երկրի հակառակ կողմը այս համատեքստում եւ այն որ ազատության հրապարակ կարելի է գնալ եւ հասնել ուղիղ բայց գնում եւ հասնում է շուրջ երկրաճանապարհորդությամբ ինձ թվում է այդտեղ արդեն ստեղ այդ ժամանակ արդեն այդ ենթագիտակցությունը սկսել էր իմ մեջ աշխատել որ ընդհանրապես ինչ որ մի բան պետք է այլ կերպ անել քան միջև հիմա արված է որովհետեւ 2008 թվականի դրությամբ ես նաեւ այդ ընթացքում մի քանի ընդդիմադիր շարժումների մասնակցելու փորձ արդեն ունեի եւ մանավանդ 2008-ի այդ իրավիճակում ինձ թվում է որ այդ ժամանակ ընդհատակում է միտքը ծագել որ ոչ միայն ընդդիմադիր այլև ընդհանրապես կարող է ինչ-որ մի բան այլ կերպ պետք է անել այլ տրամաբանությամբ ուրիշ դիտանկյունից նայեք որովհետև ինքնին արդեն առաջարկը սյուժեն անտրամաբանակ ոչ թե անտրամաբանական է սորական տրամաբանությունից զուր կա այսինքն դու մի կիլոմետր ճանապարհ պետք է կտրես բայց դու նախընտրում ես հազարավոր կիլոմետրեր կտրելով նոր գազ հասնես բայց դա շատ կարևոր է ինչ առումով որովհետև դու երբ որ հասնում ես տեղ դու արդեն զինված ես նոր գիտելիքով, նոր տպավորությամբ, նոր հմտություններով եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ հետաքրքիր է որ իրականում եթե նկատել եք գիրքը ինքը սկսում է որոշակի հոռետեսությամբ եւ ինքը ավարտվում է շատ մեծ լավատեսությամբ եւ համոզվածությամբ եւ այն ժամանակ մտածում էի որ իրադարձությունները որ տեղի ունեցան հետո տեղի կունենան այդ ժամանակ, բայց տեղի ունեցան դրանից 10 տարի հետո։ Այդ 10 տարին ենթադրում եմ այն շուրջ երկրաճանապարհորդությունն է, որը իրականության մեջ տեղի է ունեցել, եւ բայց խնդիրն այն է, որ գիտեք, այդ նույնը շարունակվում է այսօր։ Շարունակվում է այսօր, որովհետեւ լավ 2018 թիվ հեղափոխություն, լավ դրանից հետո պատերազմ Լավ դրանից հետո այդ ամեն ինչը եւ այսօրը ես օրինակ երբ որ 2008 թվականի մարտին ես չգիտեի ես կյանք կվերադառնամ թե չէ ամենատարբեր ընդհանուր սցենար 1 շատ երկարաժամկետ բանտարկություն երկրորդ այդ ժամանակ լուրեր էր գնում որ հրահանգված է որ եթե առիթ լինի նաև ինչ որ դիմադրության բան իմիտացիա ստեղծել եւ ֆիզիկապես ոչնչացնել հետաքրքիր բան է ուղղակի այսօր մտքովս անցավ որ գալիս էի մոտավորապես նույն պատմությունը այն որ 2018-ից 2018 կրկն եղավ ըստ էության այդ պատմության մի հատ մոդել 2018-ից 2025 կամ 26 թիվն է տեղի ունենում։ Դա շատ հետաքրքիր բան է, որովհետև ինչպես այն դեպքում ընդդիմադիր քաղաքական գործունեության տրամաբանությամբ ըստ էության երկրի հակառակ կողմից է մոտեցումը։ Այսօր այն ինչ որ 2024-2025 թվականին տեղի ունեցավ էլ է երկրի հակառակ կողմից մոտեցումը։ Նախորդ օրը երբ որ ես հանդիպում էի աշակերտների Տիկին Անդրեասյան դուք էլ եք այնտեղ բանը։ Ես խոսում էի նրա մասին, որ այդ մեր պատմության ցիկլը փոխելու անհրաժեշտության մասին եւ ինչի մասին ես խոսել եմ 2018 թվականին։ Այն ժամանակ ոչ մեկ ինչի ասել, ինչի է ստենց ասում։ Ժամանակ բնորդ ուրիշ էր, օրինակ այն ժամանակ չէին։ 18 վարչապետ դառնալուց հետո երբ որ ես խոսում եմ մեր պատմության ցիկլը
փոխելու անհրաժեշտության մասին, որտեղ ո՞րն է այդ ցիկլը, որ աշխարհակահաղական պայմաններում շատ դեպքերում մեզնից չկախված միջավայրում մենք ստանում ենք պետականություն, եւ հետո ինչ որ մի ժամանակ հետո էլի մեզնից չկախված հանգամանքներում մենք կորցնում ենք պետականությունը։ Եվ 18 թվին ես խնդիրը ձևակերպել եմ հետեւյալ կերպ, որ մենք մեր պատմության այս ցիկլից անիվից պետքա դուրս գանք։ Եվ մեր պատմության ցիկլը պետքա փոխենք, բայց նախորդ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ ես աշակերտներին ասացի, որ ես համոզված եմ, որ մենք փոխել ենք մեր պատմության ցիկլը, մենք այդ ցիկլից դուրս ենք եկել։ Ես նույնիսկ բանը գիտեմ, ամիսը կարող եմ ասել, ամսաթիվը կարող եմ ասել։ 2024 թվականի ապրիլ-մայիսին մենք այդ ցիկլից դուրս ենք եկել։ Ես նույնիսկ օրը գիտեմ, երբ ա եղել այդ օրը, որովհետև մենք չենք գուցե արձանագրել, բայց 2024 թվականի ապրիլին եւ մայիսին մենք կանգնած ենք եղել պետությունը բառից բուն իմաստով մի ամսվա ընթացքում կորցնելու խնդրի առաջ, որովհետև այն ժամանակ հիշում եք սահմանազատման գործընթացներ եւ Հայաստանում մեծ բաներ առաջանում, աննախադեպ մեծ դիմադրություններ առաջանում, ինչ նարատիվներով էական չի։ Եվ ես հիշում եմ այն խորհրդակցությունը, որ մենք կառավարությունում ունեցանք անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով եւ հիմնական կոնտեքստը էս էր, որ հիմա քանի որ sense մեծ դիմադրություն կա, պետքա հետաձգել այս սահմանազատման հետ կապված որոշումները։ Եվ ես հիշում եմ իմ զգացողությունը, այդ ո՞նց է, որ տենց ելնում է, չէ, որ մեկ էլ պատկերացնում ես ապագան։ Եվ ես այդ պայն հասկացա, որ եթե մենք գնանք այդ ճանապարհով, մի ամիս անց մենք պետություն այլևս չենք ունենալու եւ պատմության այն ցիկլը, որը 90 թվին սկսել այդ ցիկլը փակվելու է։ Եվ այն ժամանակ մենք որոշում կայացրեցինք, որ չէ, մենք չենք կարող, մենք պետք է ինչքան էլ դժվար լինի այդ ճանապարհով գնանք։ Մենք անցանք այն ճանապարհով եւ ես հիմա վստահ ասում եմ ձեզ, որ մենք 2018 թվին առաջադրած մեր խնդիրը կատարել ենք։ Մենք պետության կորցնելու ռիսկը այսօր 2026 թվականի փետրվարի 14-ի դրությամբ պետություն կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է։ Եվ սա ամենակարևոր բանն է։ Շնորհակալություն, պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել։